Մի մարդ, եթե հաստատ անմեղ չի ձերբակալվելու դատական գործը իր հետ կապված եղել է, իմ խորին համոզմունքով դա Նիկոլ Փաշինյանն էր։ Ես գիտեք, մեկ-մեկ այս հիշողության երևի ամնեզիա է ելնում շատերի մոտ, ուզում եմ ուղղակի մի ձայնագրություն դնել ու նաև այսօրվա այս ձերբակալությունների ֆոնին Facebook-ային գրառումների ու զուտ կարծիք արտահայտելու համար մի հատ նայենք էլի այս կոնտեքստում այս խոսակցությունը հիմա եթե լիներ դա ոնց կընկալվեր։ Ես ձեզ յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հավաքում ենք ինչքան հնարավոր է շատ մարդ։ Հիմա ոչինչ սուրհանդակ ուղարկեք, հեռագիր ուղարկեք, ցիտիկ ուղարկեք, մարդկանց հավաքեք այստեղ։ Մի խոսքով, այստեղ շարունակությունը շատ ավելի հետաքրքիր բաներ էլ կա։ Այս ժամանակ, երբ որ ձեր վարչապետը այս հայտարարությունները անում էր, քարեր վերցրեք, բարիկադներ սարքեք, պաշտպանություն ստեղծեք, հիշացնեմ, չի եղել ոչ մի զոհ։ Ու նաև ուզում եմ հիշեցնել, առաջին զոհը եղել է ոստիկան ու ընդհանուր 190-ից ավել ոստիկան այդ օրը տարբեր մարմնական վնասվածքներ ստացել, այրվածքներ, տարբեր բեկորային վնասվածքներ ու քաղաքացիական անձ 32 հոգի։ Ես շատ ցավում եմ այդ օրվա իրադարձությունների համար, բոլոր զոհերի համար, բայց երբ որ այստեղ գալիս եք դրանից խոսում եք, խնդրում եմ նաև արդարությունը փորձեք պահել։ Դուք Հայաստանի 30 տարվա գրեթե բոլոր ընտրությունները համարում եք կեղծված, եթե չեմ սխալվում։ Օրինակ 2003 թվականին հայրս ընտրություններին տարել էր 49% ձայն Ստեփան Դեմիրճյանի հետ։ Հիմա այս նույն տրամաբանությունը մի դեպքում աշխատում է, մյուս դեպքում չի աշխատում։ Երբ որ ես խոսում եմ իրավացիորեն նաև անցած սխալներից, ընդունում եմ որոշ բաներիդ կարող է համաձայն չլինեմ, ասում եք, եթե ուզում եք տարանջատվել, գնահատական տվեք ինչ որ նման բաներ։ Տվեք ու նաև ասում եք այնքան ինչքան էլ մենք վատը լինենք, ձեզնից վատը չենք լինելու։ Գիտեք, նախ տարանջատվելու խնդիր չկա, կա միայն մեծ հպարտություն բոլոր սխալներով հանդերձ։ Միայն մեծ հպարտություն։ Թե տնտեսական ցուցանիշների առումով, միջինը երկնիշ տնտեսական աճ 10 տարվա ընթացքում։ Ու թե ամենակարևորը, խաղաղության ու անվտանգության առումով։ Տեսեք, Քոչարյանի 10 տարիներին խաղաղություն կար, Արցախ կար, Նիկոլ Փաշինյանի ժամանակ չկա։ Կար, չկա, պարզ է, չէ՞։